Հայաստանի իրավաքաղաքական օրակարգը շաբաթ կրկին լարված էր աղմկոտ նոր մեղադրանքներ։ Արդեն ավելի զավեշտալի դեպքը Եվ դատական անսպասելի շրջադարձներ։ Շատ ցավում եմ, որ ես պետքա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի։ Հայաստանի քաղաքացիները հոգնել են իրենց խոսքով քաղաքական կալանավորումներից, որոնք լարվածության մեջ են պահում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող երկիրը։ Հիմա եթե այդ հարցերը իրան դուր չգա, ոնց կլինի, ձեր կձերբակալեն։ Հայ-ռուսական առևտրային ճգնաժամը շարունակ միայն խորանալու է, քանի դեռ Հայաստանի իշխանությունը մանևրում է ԵԱՏՄ-ի ու Եվրամիության արանքում քաղաքագետի կանխատեսումը։ Գնալով խաղադրույքները աճելու են։ Եվ թողարկման առաջին մասում Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբանի հետ կխոսենք այն մասին, թե ինչ կոշտ միջոցների է դիմում Իլհամ Ալիևը օկուպացված Արցախը բնակեցնելու համար։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Եվ այսպես Հայաստանի ներքաղաքական կյանքը այս շաբաթ եւս նշանավորվեց աղմկահարույց իրավական զարգացումներով։ Նոր քրեական վարույթները, քննչական աղմկոտ գործողություններն ու անվերջ թվացող դատավարությունները կրկին լրահոսի առաջին հորիզոնականում էին։ Անսպասելի շրջադարձով է ուրբաթ երեկոյան ավարտվել ուժեղ Հայաստանից падգամավորներ ընտրված Դավիթ Ղազինյանի եւ Հայկ Սուքիասյանի գործերով դատական նիստերը։ Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից, հակակոռուպցիոն դատարանի այս վճիռների հիմքում ըստ էության բարձր դատարանի 2021 թվականի հայտնի որոշումն է, որը այն ժամանակ ընդունվել էր փաստաբան Արամ Վարդևանյանի կազմած դիմումի հիման վրա։ Սահմանադրական դատարանի այդ որոշումը արձանագրում է անազատության մեջ գտնվող եւ падգամավորի կարգավիճակ չունեցող անձը կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Կպատմի Լիլիթ Գասպարյանը։ Առանց քաղբանտարկյալների Հայաստան է խոստացել ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը դատարանից դուրս գալուց անմիջապես հետո։ Ազատազրկված մարդիկ քաղաքական պատճառներով, չգիտեմ, այս դատախազները այդ վիճակում բանա խոսում, դա եմ աչքերի մեջ ախր դա իրավագիտություն չի, ես էլ եմ այդտեղ սովորել, էլի։ Այնպես որ ունեմ համոզմունք, որ շատ արագ եւ խիստ անհրաժեշտ է եւ պետք է բացնենք սա։ Երեկ երեկոյան է հակակոռուպցիոն դատարանը վերացրել Ղազինյանի խափանման միջոց կալանքը։ Դատավորը բավարարել է պաշտպանների միջնորդությունը չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում պաշտպանների առաջարկած գրավը։ Ղազինյանի պաշտպանական թիմը միջնորդել էր վերացնել կալանքը, կիրառել միայն 40 միլիոն դրամ գրավ, մինչդեռ հանրային մեղադրողը միջնորդել էր փոխել Ղազինյանի կալանքը պահանջելով գրավ 1 միլիարդ դրամի չափով։ Այս թիվը փաստաբան Արամ Վարդևանյանը աբսուրդ է անվանել հենց դատարանի դահլիճում։ Ասում են ոչնդոտել ռիսկային աստիճանով 1 միլիարդ դրամ գրավել է իրավունք։ Կներեք, սա աբսուրդային է։ Կալանքը ընդհանրապես պետք է վերացնել։ Բայց եթե դատարանը գտնում է, որ նաև որևէ այլ խափանման միջոց պետք է կիրառել, մենք այդ դեպքում առաջարկում ենք գրավը դիտել։ Բայց գրավին մենք չափը, որը առաջարկենք պատվարժան դատարան եւ նաև օգտագործենք մինչեւ ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Վարդևանյանի տպավորությամբ ավելի աբսուրդային է հանրային մեղադրողի ներկայացրած վարչական հսկողության ու բացակայելու արգելքի միջնորդությունները։ Հունիսի 7-ին ընտրությունների արդյունքում Դավիթ Ղազինյանը ազգային ժողովի падգամավոր է ընտրվել ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակով։ Ինչպես պետք է աշխատի падգամավորը վարչական վերահսկողությամբ կամ երկրից բացակայելու արգելքով։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Ինքը Ղազինյանը նշել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը մեկ մարդու հրաման է։ Ես ինչքան որ ապրել եմ, ինչքան որ այսպես փողոցում լավ առումով եղել եմ, ես այսպիսի հաղթող չեմ տեսել։ Ես այսպիսի անպատասխանություն չեմ տեսել։ Իրենք իմ կարծիքով ամենաթույլն են։ Դատարանը որոշել է կիրառել падգամավորական անձեռնմխելիությունը Դավիթ Ղազինյանի նկատմամբ։ Շատ ցավում եմ, որ ես պետքա падգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի։ Իրականում ցավում եմ, որովհետև նախ պետքա դա չլիներ, որ падգամավոր դառնալով էլ դուրս գայի։ Դատարանը վերացրել է նաև ուժեղ Հայաստանի ցուցակով ընտրված падգամավոր Հայկ Սուքիասյանի խափանման միջոց տնային կալանքը։ Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից, սակայն նախկինում կիրառված 10 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը պահպանվել են։
Սահմանադրական դատարանի որոշումը, որով Դավիթ Ղազինյանը, Հայկ Սուքիասյանը, քաղաքական հետապնդման ենթարկվող մի շարք այլ պատգամավորներ ազատ են արձակվում, փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումի հիման վրա է կայացվել։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու նոր մեղադրանքի առաջադրվել 12-ժամյա հարցաքննությունից եւ իրանցիների հետ առերեսումից հետո։ Փաստաբանները գործընթացը որակում են քաղաքական պատվեր, մեղադրանքը անհիմն, հիշեցնելով, որ Ծառուկյանը իր բոլոր բիզնեսները կառավարման է հանձնել 2003-ին։ Ուրբաթ 12-ժամյա հարցաքննությունից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի նկատմամբ։ Նրան մեղադրում են հարկերից խուսափելու համար։ Ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի, կոնյակի գործարանին է վերաբերում մեղադրանքը։ Ավելի զավեշտալի դեպքը Զավեշտալի է համարում պաշտպանը նոր քրեական հետապնդումը, որովհետև Գագիկ Ծառուկյանը դեռ 23 տարի առաջ իր բոլոր բիզնեսները կառավարման է հանձնել։ Պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, եթե չեմ սխալվում, երբ որ ընտրվել ազգային ժողովի պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ։ Այս գործով հարցաքննությունը հաջորդել է Իրանի քաղաքացիների հետ առերեսմանը։ Այդ նպատակով էին ուրբաթ ԲՀԿ առաջնորդին 3-րդ անգամ քննչական կոմիտե տարել։ Առանձնապես խոշոր չափերի խարդախության ու փողերի լվացման հոդվածներով հարուցված այդ գործով շարունակվել է առերեսումը իրանցի եղբայրների հետ։ Փաստաբանն այս անգամ էլ տպավորություն է ստացել, որ քննչական խումբը ամեն կերպ փորձում է պաշտպանել Իրանի քաղաքացիներին ու թույլ չի տալիս Ծառուկյանի պաշտպաններին հարցերի միջոցով բացահայտել այդ գործի անհիմն լինելը։ Իրենց համար ակնհայտ է, որ ցանկացած պահի մեր տակտիկայով, մեր հավաքած հարցերը, եթե մենք տանք վարույթ իրականացնող մարմինը չի կարող ոչ մի բան անել ու օբյեկտիվ իրականությունը բացահայտվելու է։ Փաստաբանը պնդում է, որ իրանցի եղբայրների հայտարարությունները հակասել են իրենց նախկին հայտարարություններին, բայց նրանք նաև այս անգամ ակնհայտորեն սինխրոնացրել են իրենց ասելիքը։ Խայտարակ կերպով ուրեմն սահմանափակվեցին մեր հարցեր տալու իրավունքը, բայց համոզված եմ ամեն ինչ դեռ առջևում է։ Էմին Խաչատրյանի խոսքով քննչական խումբն ամեն ինչ արել է, որպեսզի առերեսումն արագ ավարտվի։ Իրանի քաղաքացիները շտապելիս են եղել։ Միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել ու կարծում եմ, որ պետքա մեկնեին Հայաստանի Հանրապետությունից ու դրանով պայմանավորված վարույթ իրականացնող մարմինը երևակայի, ես կարող եմ այդտեղ ողջամիտ եզրանք մնգամ, որ ջանք չէին խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները։ Նախորդ առերեսումների օրերին էլ էին քննիչների կողմնակալ վերաբերմունք զգացել պաշտպանները։ Այդ պատճառով բացարկի միջնորդություն էին ներկայացրել քննչական խմբին, որը Խաչատրյանն ասում է շատ արագ մերժվել է։ Իմ կանխատեսումները ճիշտ էին ու այդ բացարկի միջնորդությունը շատ արագ ու սենց արագ էլ մեզ ուղարկվեց որոշումը, մերժվեց։ Նախորդ առերեսման օրը չորեքշաբթի քննչական խումբը փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել էր վարույթից։ Ասենք այս խայտարակությունը միջև ոնց կարա, ասենք միջև ու կարա գնա։ Հիմնվելով իրանցիների պատճառաբանության վրա, որ Սարգսյանը ներկա է եղել նաև հայ-իրանական առևտրային կենտրոն ստեղծելու գործարքի շուրջ քննարկումներին։ Էմին Խաչատրյանի խոսքով Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելը նույնպես իրանցիների օգտին էր։ Պարոն Ծառուկյան նորից ցանկություն այդպես, որ այդ մյուս գործով իր շահերը պաշտպանենք ես, Սմբատ Մինասյանը եւ Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը վստահեցնում է, քաղաքական հետապնդում է տեղի ունենում, քրեական հետապնդման հիմքեր չկան։ Պատահական չի համարում Խաչատրյանը, որ օրերի ընթացքում տարբեր հոդվածներով են մեղադրանքներ առաջադրում։ Չի կարա նման բան լինի, որ մի օրում մի անգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն։ Ծառուկյանին քննչական կոմիտեից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Աջակիցները նրան ճանապարհել են Ծառուկյան վանկարկելով։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Տերոր են անվանում քաղաքացիները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նրանք ասում են հոգնել են իրենց բնորոշմամբ քաղաքական կալանավորումներից, որոնք շարունակ լարվածության մեջ են պահում առանց այն էլ ծանր իրավիճակում գտնվող երկիրը։ Այդքան տեղ կա, բոլորին բռնելու եք, հարցնում են Նիկոլ Փաշինյանին Հայլուրի հարցմանը մասնակցած քաղաքացիները։ Հայաստանի բանտերը լիքն են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանցով։ Տերոր է։ Քրեակատարողականներում էլ տեղ չկա։ Դրա համար է իշխանությունը վերջերս 1-2 հոգու ազատ արձակում, ասում են Երևանի փողոցներում։ Դե պիտի տեղ լինի, արդեն հազարավոր մարդիկ են, տեղ կա որ դրանց բոլորին պահի։ Մարդկանց չբռնեն այդքան։ Զարդն էլ է, բանը որ կարելի է այլ հոգու ազատում է։ Ոմանք էլ կարծում են, որ Փաշինյանն ուզում է մարդկանց ապացուցել, թե ինքը ուժեղ լիդեր է։ Ում ուզում բանտում է, ում ուզում ազատ արձակում։ Իր ուժն է էլի ցույց տալ, ուզում եմ, բռնում եմ, ասեմ թողում։ Սիստեմա ինչ է, դրանով երևի թե վախեցնում են մարդկանց, ինչ որ թե ուզում են կայանան, բայց սխալ է ինձ թվում է բոլոր դեպքերում։ Այնտեղ եկել է միամիտ երկիրը ղեկավարը, ու իրանից զարմանում է, ես ինչ եմ անում, ու ինչ անում է, հավիտենից ավելացնում է ուրախանում։ Քրեական գործերի մուրճը շարունակվում է կախված մնալ ընդդիմադիր առաջնորդների գլխին, նկատում են փորձագետները։ Բոլորը դիմացել են։ Հիշեցնում, որ տնային կալանքում է ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարը։ Օրեր առաջ էլ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դաշինքի падգամավոր Նարեկ Կարապետյանի դեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին էլ գետնին գցելով ձերբակալել են, հետո կալանավորել։ Իրանց կայֆ է տալիս։ Պակասած ելնի, ասել ռուսը, որ տեսեք ինչ են կանում։ Են աշդը մարդին գցել են պոլին իր ընտանիքի առաջ։ Խալազինիկը բթացքել էր, բայց լավ կերել խմել են, վերջում էլ ասել են, բա պետք է ձերբակալեին։ Շինարար տղայալ, մարդկանց լամնակավ են, հազարավոր մարդկանց օգնել, եկեղեցիներ կառուցել։ Երևանում կարծում են, որ ՔՊ ղեկավարը Ալիևի գլուխը շոյելու համար է ընդդիմադիր լիդերներին բանտում, որ ցույց տա, թե սահմանադրության փոփոխությունը սարերի ետևում չէ։ Դրան խանգարողները ճաղերի հետևում են։ Արդեն համրուս այլ ամեն ինչ։ Ինչ կա դուրս եկել։ Անիմաստ երկիր է դարելի։ Փաշինյան դու ինչ ես արել, բացի ուտելուց, բացի կրփելուց, ինքը Ծառուկյանը սկի ոդի տակի ցեխը չարժի։ Փաշինյանի խոսքերը, որ մարդկանց մտածողությունն է ստալինյան, այլ ոչ թե իր իշխանությունը, հակասում է իրականությանը, ասում են քաղաքացիները։ Չեն զարմանա, որ հաջորդ վարքյանին իրենք էլ բանտում հայտնվեն, ընդհանրապես կարծիք ասելու համար։ Եթե Ստալինյան դարաշրջանը ուրեմն պետք է ձերբակալի։ Հիմա այդ խոսալ համար կարող անձել բռնետան դատի։ Հետո կտանեն դատին, հայ, ինչ։ Զես ինչն է փոխվել, ոչ բան։ Եթե ես տեսնեմ Փաշինյան, երևի ես մի քանի հարցեր ունեմ տալու։ Հիմա եթե այդ հարցերը իրան դուր չգա, ոնց կլինի, ձեր կձերբակալեն։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայկական արտադրանքը հերթով դուրս է մղվում ռուսական շուկայից, եթե ամիսներ առաջ սահմանափակումները վերաբերում էին առանձին ապրանքատեսակների, հիմա այդ ցանկը ընդլայնվում է խորացնելով նաև քաղաքական լարվածությունը Երևանի եւ Մոսկվայի միջև։ Հայ արտադրողների մեծացող բողոքին իշխանությունը պատասխանում է լուծումներ գտնելու խոստումներով։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ Մոսկվայի սահմանափակումները պայմանավորված են ոչ միայն տնտեսական պատճառներով։ Նրա գնահատմամբ Ռուսաստանը Երևանից ակնկալում է արտաքին քաղաքական հստակ կողմնորոշում, այլապես ճնշումները կարող են ավելի մեծանալ։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը չի թուլանում, փոխարենը ավելանում են հայկական այն ապրանքատեսակները, որոնց մուտքը ռուսական շուկա արգելվում է։ Սա բերելու է տնտեսական կոլապսի, անխուսափելիորեն բերելու է, եւ դրա համար եմ ասում, որ մեզ ցավոք սրտի շատ լարված ամիսներ են սպասում։ Չնայած իշխանական քարոզչամեքենայի պնդմանը, թե նախընտրական շրջանում սկսված հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները Մոսկվան կվերացնի ընտրություններից հետո, հայ-ռուսական առևտրային ճգնաժամը շարունակ խորանում է։ Ծաղիկների, միրգ բանջարեղենի, ձկնամթերքի, հանքային ջրի, կոնյակի ներմուծումը Ռուսաստան արգելելուց հետո ուրբաթ հայտնի դարձավ, որ ռուսական վաճառասեղաններից շուտով անհետանալու են նաև հայկական պանիրը, կաթնամթերքի ամբողջ տեսականին։ Հայաստանցի արտադրողների շրջանում խուլ դժգոհությունն արդեն վերածվում է բողոքի աղմկոտ ցույցերի։ Հիմա մենք տեսնում ենք փչացած ծիրանների տեսարաններ,
մենք տեսնում ենք մարդկանց, որոնք լոլիկ արտադրողները կամ ձկնարդյունաբերության զբաղողները հիմա ցույցեր են անում։ Ի վերջո այս ցույցերը սոցիալական գետնի վրա մի օր մի գետի մեջ են այս արվակները միավորվելու։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ փորձել է հասնել հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի վերացմանը։ Զրո արդյունք։ Չի ստացվել, որովհետև ըստ Սուրենյանցի Մոսկվան դեռ հայաստանյան ընտրություններից առաջ հստակ է ձևակերպել խնդիրը։ Երևանը պետք է կողմնորոշվի կամ ԵԱՏՄ կամ Եվրամիություն։ 2026 թվականի ապրիլի 1-ից էապես վիճակը փոխվել։ Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումն է ջրբաժան դարձել հայ-ռուսական հարաբերություններում, նկատում է քաղաքագետը։ Եթե միջև այդ ռուսները իրան թույլ էին տալի 2 աթոռի վրա նստելու մարտավարությունը, հիմա թույլ չեն տալի։ Ասում են կողմնորոշի։ Ընդհանրապես սանկցիաներ էր պետք 10-15 օրով Ռուսաստանը կիրառեր արտահանման սահմանափակումները, որովհետեւ Հայաստանի հասարակությունը տեսներ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բոլոր պատմությունները եվրոինտեգրացիայի մասին փուչիկ են։ Քաղաքագետը պնդում է եվրոինտեգրման գեղեցիկ խոստումներով Արևմուտքը Հայաստանն ուզում է դարձնել հակառուսական նոր պլացդարմ։ Եվրաչինովնիկները ըստ նրա Երևանյան գագաթնաժողովում արդեն բաց տեքստով էին հնչեցնում իրենց մտադրությունները, չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այսքան տարի ուղեղ լվացրեցին, գլուխ հարթուկեցին, Ռուսաստանին դեմոնիզացրեցին եւ հակառակը պուպուշ հեքիաթներ պատմեցին Հայաստանի արևմտյան հեռանկարի մասին։ Հիմա Սուրենյանցի կարծիքով Փաշինյանի արևմտյան տերերը, որոնք աչք փակեցին ընտրություններում ԿՊ-ի ձայնագողության եւ մանդատագողության վրա, նրանից պահանջում են օր առաջ լքել ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։ Գնալով խաղադրույքները աճելու են եւ կամ մեզ այդ դեպքում կսպասվի Աստված մի արածը ուկրաինական սցենար զարգացումների կամ կբերի երկրի ներսում փոփոխությունների, որպեսզի մենք կանխենք այդ սցենարի հնարավոր կրկնությունը Հայաստանում։ Քաղաքագետի համոզմամբ Հայաստան աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի վերածած Փաշինյանի մանևրելու շանսերը ամեն օր ավելի են փոքրանում, մեծացնելով մեր պետության գլխին կախված վտանգները։ Մեծարգո նախագահ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնումն են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը։ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է եղել նաև Փաշինյան-Մակրոն քննարկման թեման։ Նրանք ընդգծել են Հարավային Կովկասում կայուն եւ տևական խաղաղության հաստատման կարեւորությունը։ Ադրբեջանի խորհրդարանը ԱՄՆ կոնգրեսին մեղադրել է հայամետ գործունեության համար։ Ուրբաթ է Մեջլիսը պաշտոնական բողոք հղել Միացյալ Նահանգների կոնգրեսին ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 22-ին ընդունված 9087-րդ օրինագծի առթիվ։ Կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ հաստատվում արվել է հատուկ լրացում, որը Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ Լրացմանը կողմ են քվեարկել ներկայացուցիչների տան 51 անդամներից 44-ը։ Ադրբեջանի խորհրդարանի գնահատմամբ նախաձեռնությունը միջազգային իրավունքի խախտում է եւ հայկական լոբբիի շահերից բխող Բաքվի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու հերթական փորձ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օկուպացրած Արցախում բնակչության հարկադիր վերաբնակեցման ծրագիրը։ Ալիևը ստորագրել է օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ սեփականության իրավունքի տրամադրման մասին, որով բռնազավթված Արցախում բնակարան ստանալուց հրաժարվող ադրբեջանցիները կզրկվեն նպաստներից ու տեղահանվածի կարգավիճակից։ Ինչ օրենք է սա իրականում եւ ինչ խութեր կան ադրբեջանական այսպես կոչված մեծ վերադարձ ծրագրի տակ։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Ծովինար։ Եվ այսպես ինչ նպատակ են հետապնդում այս փոփոխությունները։
Ծովինար կարելի է ասել, որ այս օրենսդրական փոփոխություններով Ալիևը շանտաժի է ենթարկում իր բնակչությանը։ Ըստ փախստականների եւ բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին օրենքի վերջին փոփոխությունների, բնակարանները վարձակալությունից փոխանցվում են սեփականության իրավունքով, իսկ նպաստները պահպանվելու են ընդամենը 3 տարի։ Այսինքն բնակարանները, որոնք Ադրբեջանը կառուցել է Արցախի օկուպացված տարածքներում, օրինակ Բերձորում, Կովսականում, Ջրականում, մինչ այս փոփոխությունները տրվում էին վարձակալությամբ։ Պետությանն էր պատկանում տունը, որտեղ մարդիկ պարզապես ապրում էին։ Հիմա նոր օրենքով Ալիևը ասում է՝ գնացեք, այդ տունը գրանցենք ձեր անունով, բայց 3 տարի անց զրկվելու եք տեղահանվածի կարգավիճակից ու պետական նպաստներից։ Կառավարությունը ամսական 60 մանատ մոտ 14000 դրամ էր տալիս մեկ տեղահանվածին։ Իհարկե գումարը չնչին է, բայց հաշվի առնելով Ադրբեջանի սոցիալական խնդիրները, որոշ ընտանիքների համար դա էր զգալի օգնություն։ Այս օրենքը ըստ էության այսպես կոչված ադրբեջանցի տեղահանվածների հարցը դե յուրե վերջնականապես փակելու փորձ է։ Իհարկե առաջին հայացքից սեփականություն տալը թվում է նվեր, բայց շան գլուխը հենց այս օրենքի տեքստում է թաղված։ Եթե քաղաքացին հրաժարվում է գնալ իրեն առաջարկված վայր, այսինքն օկուպացրած Արցախի բնակավայրեր, նրան ավտոմատ զրկում են փախստականի կարգավիճակից, նպաստներից ու կոմունալ վարձերի զեղչերից։ Պետությունը նրանց կանգնեցնում է փաստորեն սովամահության եզրին, ստիպելով տեղափոխվել։ Արման, իսկ ինչու 3 տարի, սա ինչ ժամկետ է։ Ըստ նոր կարգի 3 տարի անց բոլոր նպաստներն ու արտոնությունները, որոնք մինչ այդ Ադրբեջանը տրամադրում էր դեռ 90-ականներից փախստականի կարգավիճակ ունեցող իր քաղաքացիներին, կհավասարվեն 0-ի եւ Ալիևը պետական բյուջեն վերջնականապես կազատի այդ մարդկանց պահելու ծանր բեռից։ Եթե քաղաքացուն տվել են տուն կամ նա հրաժարվել է դրանից, պետությունը համարում է, որ իր պարտքը լիովին կատարվել է։ Տեղահանված հասկացությունը թղթի վրա վերանում է եւ Բաքուն աշխարհին հայտարարում է, թե հակամարտության հետևանքները լիովին լուծված են։ Իրեւ ծովինար, այս օրենքը վերաբերում է միայն Արցախյան պատերազմից հետո փախստականի կարգավիճակ ստացած ադրբեջանցիներին, որոնք ապրել են նախկին լղին տարածքում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական վիճակագրության օկուպացված Արցախում արդեն վերաբնակեցվել է 38153 մարդ կամ 9452 ընտանիք։ Ընդ որում Ստեփանակերտում ըստ պաշտոնական Բաքվի ընդամենը 230 մարդ 54 ընտանիք է ապրում։ Ինչու այդքան քիչ։ Այս թվերն էլ ապացույց են այն բանի, որ մեծ վերադարձ նախագիծը խայտառակ ձևով տապալված է։ Եկեք միասին նայենք իրենց իսկ հրապարակած թվերին։ 30 տարի շարունակ Բաքուն աղաղակում էր 1 միլիոն փախստականի մասին, թեպետ իրականում 90-ականներին փաստացի տեղահանվել է մինչև 550,000 ադրբեջանցի, իսկ Բաքվի քարոզչամեքենան այդ թվին ավելացրել է նաև նրանց սերունդներին։ Այս թիվն հազիվ 4%-ն են 38,000 ադրբեջանցի տեղահանվածների, որոնց Ադրբեջանը իբր վերջին 3.5 տարում բնակեցրել է օկուպացված Արցախում։ Բռնազավթած Ստեփանակերտում, որտեղ ավելի քան 60,000 հայեր ապրում, իրենք կարողացել են ընդամենը 54 ընտանիք բնակեցնել։ Մի ամբողջ քաղաք փաստացի դատարկ է ու հասկանալով, որ 38,000-ը ծիծաղելի թիվ է, պաշտոնական հայտարարությունների տակ ավելացնում են, թե բանակը ոստիկանության ու շինարարների հետ համատեղ Ղարաբաղում արդեն 90,000 մարդ է ապրում։ Այսինքն օկուպացրած Արցախը շարունակում է մնալ դատարկ, այնտեղ ապրող չկա, կան միայն զինվորներ, ոստիկաններ ու բանվորներ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նորակառույց տները անորակ են, չեն դիմանում անգամ հասարակ անձրևներին։ Համացանցում պարբերաբար հայտնվում են տեսանյութեր, որտեղ բնակիչները ցույց են տալիս նորակառույց տների վիճակը անձրևներից հետո եւ ժամանակ առ ժամանակ մեծ լսարանով բլոգերներն էլ գնում են Արցախ, այս կամ այն տեսարժան վայրը ցույց են տալիս, իբր թե ամեն ինչ Ղարաբաղում լավ է։ Սակայն ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները, որոնք տասնամյակներով ապրում են Բաքվի ու Սումգայիթի տարածքում, հրաժարվում են կամավոր գնալ Արցախ, որտեղ չկան աշխատատեղեր ու տարրական պայմաններ։ Շատ-շատերը համոզված են, որ այդ հողերն իրենցը չեն եւ հայերը մի օր վերադառնալու են։ Նրանք վստահ չեն, որ օկուպացրած Արցախն անվտանգ վայր է։ Արման, ինչու է Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն օգտագործում արևելյան Զանգեզուր եզրույթը։ Սա քաղաքական ուղերձ է եւ որքանով է այս հարկադիր վերաբնակեցման գործընթացը կապված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան հայեցակարգի հետ։
Սա Բաքվի տեղեկատվական խայծն է ծովինար, 2021 թվականին Իլհամ Ալիևը հատուկ հրամանագրով ստեղծեց այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը, որի մեջ ներառում է օկուպացված Քաշաթաղը, Քարվաճառը, Կովսականը, Ջրականը։ Այս արհեստական անվանման նպատակը շատ պարզ տրամաբանական ծուղակ ստեղծելն էր։ Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն պետք է լինի նաև Արևմտյան Զանգեզուր։ Այս տերմինով Բաքուն իր ներքին եւ արտաքին լսարանի համար փորձում է լեգիտիմացնել Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային հավակնությունը։ Երբ Արևելյան Զանգեզուր տերմինը Ադրբեջանում մտավ պաշտոնական բառապաշար, Բաքուն անցավ հաջորդ ավելի գլոբալ փուլին, առաջ մղելով Արևմտյան Ադրբեջան կեղծ հայեցակարգը։ Սա արդեն վերաբերում է ոչ միայն Սյունիքին կամ ինչպես իրենք են ասում Արևմտյան Զանգեզուրին, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, այդ թվում Երևանին, Սյունիքին, Տավուշին, Սևանին եւ այլն։ Այսինքն Արևելյան Զանգեզուրը կարծես մի կամուրջ է, որով Ալիևն անցավ դեպի ամբողջ Հայաստանը պահանջելու քաղաքականությանը Արևմտյան Ադրբեջան հայեցակարգի միջոցով։ Շնորհակալություն Արման, սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկում ենք Հալուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Եվ թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Վալդերեսի հերթական պահեսն է թիրախավորվել Եկատերինբուրգում, զոհեր ու վիրավորներ կան Ռուսաստանի քաղաքներում, Կիևում այսօր սուգ է, ռուս-ուկրաինական հակամարտությունն ավելի է թեժանում։ Թեհրանը վրեժելուց ու մինաբի զոհված երեխաների համար եւ Խոստանում յուրաքանչյուր զոհված իրանցու համար մեկ ամերիկացի զինծառայող սպանել։ Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները քննարկելու ենք Հայլուրի վերլուծաբան իրանագետ Սաթենիկ Թարբերդյանի հետ։ Թեժ է նաև Իսպանիայում, որտեղ պատմության ամենախոշոր անտառային հրդեհների դեմ են պայքարում մարդիկ, փախչում են նաև Մադրիդից։ Նույնիսկ չգիտեմ, մեր տունը դեռ կանգուն է, երևի չէ։ Նրանք ծերանում են բնակարանի հերթում, անմարդկային պայմաններով կացարաններում։ Վերջին 8 տարում Գյումրիում ոչ մի տուն չի կառուցվել, չնայած կառավարության խոստումներին։ Վիճակի չէ տուն առնելու, ապրենք, ինչքան արձակինք։ Ուկրաինական հարվածների զոհերի եւ վիրավորներ կան Ռուսաստանի քաղաքներում 8 մարտ, այդ թվում 2 երեխա է զոհվել Զապորոժիեի մարզի ռուսների վերահսկողության տակ գտնվող Կիրիլովկա բնակավայրի զբոսաշրջային բազաների հրթիռակոծության հետևանքով։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը այս հարձակումը ուկրաինական բանակի նոր գլխավոր հրամանատար Միխայել Դրապատիի առաջին ռազմական հանցագործություններից մեկն է անվանել։ Իսկ Կիևում այսօր հարգում են ուրբաթ ռուսական հարվածների հետևանքով 10 զոհերի Զելենսկին ուկրաինացիներին զգուշացրել է ռուսական նոր լայնածավալ հարձակման մասին։ Կիրովի Ավիտեկ գործարանի վրա ուկրաինական օդուժի հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել, հայտնել է մարզպետը։ Ուկրաինական տելեգրամալիքները հայտնում են, որ գործարանին ուկրաինական ֆլամինգո հրթիռով են հարվածել։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ գործարանը ռազմական տեխնիկայի բաղադրիչներ է մատակարարում Ռուսաստանի բանակին ու Եվրամիության Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում է։ Կիևը թիրախավորել է նաև Վալդբերեսի հերթական համալիրը Եկատերինբուրգում։ Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել լոգիստիկ կենտրոնի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում էլ վիրավորներ կան։ Մարզպետ Ալեքսանդր Շուվարևը հայտնել է, որ մարզի մի քանի օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակման տակ է եղել նաև Ռոստովի մարզը։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը 5 վիրավորի մասին է հայտնել։ Կիևը հաստատում է, որ հարվածել է Ռոստովի, Սարատովի եւ Լուգանսկի մարզերին։ Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել, Սարատովում զինվորական զինանոց է վնասվել։ Զոհերի ու վիրավորների մասին Կիևն էլ է հայտնում։ Այս գիշեր Ուկրաինայի հոպը ռուսական 1 հրթիռ ու 127 անօդաչու թռչող սարք է խոցել։ Մինչև լուսաբաց Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապի մի քանի ազդանշան է միացել։ Ուկրաինական կողմը Սումիի հյուսիսում 2 տղամարդու մահվան մասին ու Զապորոժիեում 1 վիրավորի մասին է հայտնել։ Ռուսական դրոնների հարձակման հետևանքով Սլավյանսկում 1 մարդ զոհվել, 2-ը վիրավորվել են ըստ տեղական իշխանության։ Զելենսկին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի, որ Ռուսաստանը նոր զանգվածային հարձակում է նախապատրաստում։
ՌԻԱ Նովոստիի տվյալով երկրորդ օրն անընդմեջ ռուսական բանակի թիրախում Օդեսայի, Նիկոլաևի եւ Իզմայիլի նավահանգիստներն են։ Մոսկվայի պնդմամբ այնտեղ ռազմական թիրախներ կան։ Կիևում այսօր սգո օր է։ Ուրբաթ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվել է, մոտ 100-ը վիրավորվել։ Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ դաշնության բալիստիկ հրթիռների թիրախում Կիևի մոտակայքում գտնվող պաշտպանական արդյունաբերության օբյեկտն է եղել, որտեղ նախորդին Ուկրաինայի նախագահը ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների է հյուրընկալել։ Կիևին ռուսական հարվածներից հետո Եվրամիության դիվանագիտության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել է, որ նախատեսում է Եվրամիության երկրներին առաջարկել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։ Մոսկվա-Կիև փոխադարձ հարվածների ընթացքում Սպիտակ տունը հաստատել է, որ երեքշաբթի Վաշինգտոնում Թրամփ-Զելենսկի հանդիպում է սպասվում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր քննադատել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասին, զարմանալով, թե ինչպես է հնարավոր համատեղել մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությունը եւ Իրանի ազգային կենսական ենթակառուցվածքների քաղաքացիական անձանց թիրախավորելու գործում ցուցաբերած տեխնիկական եւ լոգիստիկ աջակցությունը։ Ինչպես կարելի է հրաժարվել Իրանի երեխաների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործության վերաբերյալ նույնիսկ մխիթարական մեկ բառ ասելուց։ Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կքննարկենք Լուրի Իրանագետ, քրտագետ, վերլուծաբան Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Ծովինար։ Սաթենիկ, այսօր Իրանը բավականին կոշտ հայտարարություն արեց, որ այսուհետ յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինծառայող է սպանել։ Սա նշանակում է, որ Իրանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ Կարծում եմ նկատառումը ճիշտ է, Ծովինար։ Հատկապես այս պահին էլ նրանք հայտարարություններով են նման հանդես գալիս։ Այսօր օրինակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրն է հայտարարել, որ Մինաբի եւ Լամերդի երեխաների արյան վրեժն են լուծում, հարվածելով տարածաշրջանում Միացյալ Նահանգների անվտանգային, ռազմական եւ ֆինանսական կենտրոններին։ Բլումբերգի տեղեկությամբ Թրամփը դժգոհ է, որ պատերազմը կրկին թեժանում է։ Նրա թիմը կանխատեսում էր, որ հակամարտությունը կավարտվի ընդամենը մի քանի օրում, սակայն արդեն 5 ամիս է շարունակվում է։ Իդեպ ԱՄՆ նախագահը նորից պնդել է, թե Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ եւ որ Իրանին լայնածավալ հարվածներ հասնելու որոշում դեռ չի կայացրել ինքը։ Այդ դեպքում ինչ են նշանակում այս փոխադարձ հարվածները։ Ծովինար, կարծում եմ հակամարտության կողմերի գլխավոր նպատակն ու առաջնահերթությունն այս պահին հակառակորդին հաշտություն ստիպելն է։ Թեպետ վերջերս հանդիպել եմ մի պնդման, ըստ որի ներկայումս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունները վերածվել են այլևս Հորմուզի նեղուցի վերահսկողության պատերազմի։ Իսկ միջուկային զենքը, որը թվում է Վաշինգտոնի գլխավոր մտահոգությունն էր ամենայն դեպս հակամարտության սկզբում եւ վերջո հենց այդ հարցի շուրջ էին բանակցում, երբ սկսեց պատերազմը։ Ծովինար, իմ կարծիքով միջուկային ծրագրի թեման առհասարակ պատերազմի Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների գլխավոր նպատակներից չէր եւ ոչ էլ պատճառ։ Այն կարող էր լինել լոկ-առիթ հետագայում Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններն արդարացնելու համար։ Իսկ այս պահին նույնիսկ տպավորություն է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ սկսված իրավիճակին զուգահեռ միջուկային ծրագրի թեման նույնիսկ մղվել է երկրորդ պլան։ Սաթենիկ, իսկ բանակցություններին վերադառնալու հույս կա։ Վստահ չեմ, Ծովինար, հնարավորություն կարծում չկա այս պահին վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, սակայն իմ կարծիքով հակամարտության կողմերն այս պահին ավելի շատ հակված են ռազմական գործողությունները շարունակելուն, քան բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։ Համենայն դեպս հնարավոր է, որ զուգահեռաբար ընթանում են գաղտնի բանակցություններ, որոնց մասին մենք տեղեկություններ չունենք։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ ցանկացած հակամարտության ճիշտ լուծումը դա բանակցություններն են, այսինքն չկա ավելի լավ ելք, քան բանակցային գործընթացը։ Թեպետ մի նկատառում կա մտավախություն, որ բանակցային գործընթացը սկսելուց հետո էլ ռազմական բախումների նոր ալիք սկսվի։ Հնարավոր է մերձավոր արևելքը նորից տևական հակամարտությունների թատերաբեմ դառնա։
Ծովինը նախ թույլ տուր ասել, որ շատ կարևոր հարց է տալիս։ Հատկապես վերջին օրերին Սաուդյան Արաբիա Եմենի հութիներ հարաբերությունների լարվածության սրման ֆոնին։ Եթե հիշում ես, դեռ շաբաթներ առաջ դիտարկում էինք, որ Եմենի հութիները կարող են փակել Բաբ el-Մանդեբի նեղուցը։ Այս պահին Եմենի հութիները Կարմիր ծովի հարավային ափը, Հնդկական օվկիանոսին միացնող Բաբ el-Մանդեբի կարևորագույն նեղուցը համաշխարհային տնտեսության մեջ նավագնացության խնդիրներ ունի, այսինքն Եմենի հութիները խոչընդոտում են նավային երթևեկությանը, հարվածում են։ Բացի այդ, մի անգամ առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական բախում կարող է ունենալ ձնագնդի էֆեկտ։ Եթե այս պահին օրինակ մենք դիտարկենք Մերձավոր Արևելքի տարածաշրջանը բախումների համատեքստում, Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Լիբանան, Եմենի հութիներ եւ Սաուդյան Արաբիա, լարվածությունն արդեն իսկ ընդլայնվել է եւ կարող է լարվածության սահմանները ել ավելի մեծանան, եթե Մերձավոր Արևելքի այլ ուժեր, որոնք նախկինում ունեցել են հաշիվներ միմյանց հետ, սկսեն հիշել դրա մասին եւ սկսեն նոր ռազմական գործողություններ։ Այսինքն դրանով տարածաշրջանը կվերածվի նոր պատերազմական թատերաբեմի եւ Մերձավոր Արևելքի պատերազմի հանգուցալուծումն այդ պարագայում շատ ավելի բարդ կլինի եւ դժվար թե հանգուցալուծվի ամիսների ընթացքում։ Շնորհակալություն Սաթենիկ, ամեն դեպքում հուսանք, որ այդպես չի լինի։ Սիրելի հայրենակիցներ, Իրանի շուրջ վերջին զարգացումների շուրջ զրուցում էինք Հայլուրի իրանագետ, քրտագետ, վերլուծաբան Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Իդեպ Թեհրանը Հայաստանին առաջարկել է ընդլայնել գազի մատակարարումներ, այդ նպատակով նախատեսվում է ստեղծել Հայաստան-Իրան էներգետիկ հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի Իրան աշխատանքային այցի ընթացքում։ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունները։ Իսպանիան պայքարում է իր պատմության ամենախոշոր անտառային հրդեհի դեմ, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են Մադրիդը տուն վերադարձի հույս չունենալով։ Կառավարությունը ամենասարսափելի հրդեհը անվերահսկելի է անվանել։ Մարիամ Ամիրջանյանը կպատմի։ Մադրիդի բնակիչները փախչում են անտառային հրդեհներից։ Իսպանիայի մայրաքաղաքում եւ Ավիլա նահանգում ավելի քան 60,000 մարդ է տարհանվել, հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։ Ատամնաբույժի մոտ է, երբ մայրիկը զանգահարեց ու ասաց, պետք է տարհանվենք, կրակը մոտենում է։ Կրակն աներևակայելի արագ է տարածվում։ Մեր թաղամասում բազմաթիվ տներ են ոչնչացել։ Նույնիսկ չգիտեմ, մեր տունը դեռ կանգուն է, երևի չէ։ Մադրիդի հարակից շրջաններում կրակի 2 օջախ կա։ Ավելի քան 2000 հրշեջ ու բազմաթիվ ինքնաթիռներ պայքարում են, որ տարբեր վայրերի այդ 2 հրդեհները միասին կրակի ավելի մեծ օջախի չվերածվեն։ Աղետն այնպիսի մասշտաբների է հասել, որ հրշեջները չեն կարողանում լիովին վերահսկել այն։ Իսպանիայի պաշտոնյաների տվյալներով Մադրիդի շրջանում առնվազն 6000, Ավիլայի շրջանում ավելի քան 9000 հեկտար է մոխրացել։ Ավելի շատ կատվից, քան թե տան համար էի անհանգստանում։ Կուզենայի տուն վերադառնանք, բայց եթե այն արդեն մոխրացել է, այլևս ոչինչ չենք կարող անել։ Իսպանական իշխանությունն առաջին անգամ երկրով մեկ արտակարգ դրություն է հայտարարել։ Պատմության ամենասարսափելի հրդեհն է սա Իսպանիայում։ Իսպանիայի կառավարությունը 40,000 մարդու հրահանգել է մնալ տանը։ Անտառային հրդեհները տարածվում են դեպի Ռոբլեդո դե Չավելա եւ Ֆրեսնեդիլիաս դե լա Օլիվիա համայնքներ։ Եվրոպայի անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի տվյալով ամենաարագը տաքացող մայրցամաքում Եվրոպայում այս տարի ավելի շատ անտառ է հրդեհվել, քան վերջին 2 տասնամյակի տարեկան միջին ցուցանիշն է։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Վերադառնանք Հայաստան, անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիների մասին է մեր հաջորդ ռեպորտաժը։ Բնակարանի հերթում, ինչպես իրենք են ասում, ծերացել են։ Ամեն տարի նոր խոստումներ են լսում, բայց մնում հին ցավի հետ մենակ։ Հազարավոր գյումրեցիների համար ժամանակավորը վաղուց դարձել է մշտական։ Այս ֆոնին բնակարանաշինական մի մեծ ծրագիր կառավարությունը հապաղում է հաստատել։ Կատա ու կատագը քանի տարի է ուժեղել որ անձրևը կեղնի այդ բադից կսկվի չռա տագը գլացվի քաշենք առաջ լինոյնը տարցնենք չորցնենք
Արդեն 38 տարի է Մարտիրոսյանների ընտանիքն ապրում է այս պայմաններում, փայտյա տնակի ծածկն ու հատակն ամբողջությամբ փտել են, տանը ծառեր են աճել։ Արդես ինչախկել է ծառերը միջին, նայ, դյա, ծառերը միջին կել է, դյա, ահա, ստեղել, ես վիճակը, ամեն շապատ քաշեմ առաջ, սպես կմաքրեմ։ Անօթևանի կարգավիճակով 4 մարդ է ապրում տնակում, շուտով 4 տասնամյակ կլինի, սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին։ Մեր ժելեն միշտ սել են որ բան է, անչափաս երեխա ունեցող տայն, այն ժամանակ երեխեք անչափաս էին, հետո թորներ անչափաս եղան, հիմա արդեն սաղ չափաս են տարին չենք, մենք է ծերացել ենք։ Շատ գյումրեցիներ են ծերանում տնակներում, որտեղ ապրելու որևէ պայման չկա։ Ասեք իմ փոքր կուխնյասը, իրաչերով, ընդեղ չուլան է, ասեք է պաղնիկ սուկարան, ասեք չունեմ ասենք այդպես ուրիշ հարմարություններ են։ 71-ամյա Ռոզա Ավակյանը միայնակ է ապրում այս տնակում, ամբողջ տարվա ընթացքում վառելիք է հայթայթում ձմռանը տնակի քայքայված պատերը տաքացնելու համար։ Ամեն օր պայքարում է նաև կրծողների դեմ։ Կրիսները վխտանքը, դա տեղն էլ առած, դա կախած է խնդրեմ։ Առանցասոնց ես չեմ կարնա, որովհետև ամեն մեկարես։ Տիկին Ռոզայի ընտանիքը 4 սենյականոց բնակարան է կորցրել երկրաշարժի պատճառով, այն ժամանակ ամուսնացած չի եղել, ապրել է եղբոր ընտանիքի հետ։ Եղբայրը տուն է ստացել, բայց 1 սենյականոց բնակարան ստանալու իր հերթն այդպես էլ չի հասել։ Վիճակի չես տուն առնելու, բայց ապրենք էլի, ինչքանոր ձգինք։ Պաշտոնական վերջին տվյալներով Գյումրիում հաշվառված է 2465 տնակ, բայց պետությունը պարտավորություն ունի միայն 596 ընտանիքի նկատմամբ։ Տնակներում ու ժամանակավոր կացարաներում ապրող գյումրեցիները ստիպված են սպասել ևս 5 տարի։ Պետությունը փոխհատուցման ծրագիրը 2026 թվականից երկարաձգել է մինչև 2031 թվականը։ Փաշինյանի իշխանության 8 տարիներին ոչ մի բնակարան Գյումրիում չի կառուցվել, չնայած երկրաշարժի 30-ամյակին հանրապետության երկրորդ քաղաքում անցկացված կառավարության արտագնանիստում հանձնարարվել էր տնակների հաշվառման, ապա փոխհատուցման գործընթաց սկսել։ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ է քաղաքապետարանը փորձում մարդկանց ապահովել բնակարաններով։ Շուտով երկու բարձրահարկ շենքերի շինարարություն կսկսվի Մուշ թաղամասում։ Այս հարգանի է լինելու, առաջի հարգը ամբողջը լինելու է սպասարկման կոդի, տրվելու է քաղաքի բալանսին եւ քաղաքը կարողանալու է վարձակալությամբ հանձնելու տնտեսվարողներին։ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ են կառուցվելու բազմաբնակարան շենքերը, իսկ բուլվարային թաղամասում սուբվենցիոն ծրագրով քաղաքապետարանը նախատեսում է կառուցել 100 սոցիալական բնակարան։ Ծրագիրը ներկայացված է կառավարություն, գումարը կա, բայց ծրագրի հաստատումը անհասկանալի պատճառներով ձգձգվում է։ Մոտ 2 միլիարդ 200 միլիոն դրամանոց ծրագիրը 100 բնակարաններ, 2 հատ 5 հարգանի, ընդանուր տեսքը այսպեսին կլինի, բագային հատվածով, խաղահարաբարագով, ստորկենյա ավտոկայանատեղիով։ Գյումրեցիների համար միայն ֆեյսբուքյան ստատուսներով անհանգստացող ավական ու ԿՊԱ-ական անդամները կենսական ծրագիր առաջ մղելու համար ոչ մի քայլ չեն անում, նկատում են քաղաքի շատ բնակիչներ։ Տնակների անմարդկային պայմաններում ապրող համաքաղաքացիներին օգնելու փոխարեն նրանք նկարում ու ֆեյսբուք են գցում Գյումրիի փողոցներն ու դառն ապրած կանգառները։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Եվ վերջում Եվրասիա հասարակական կազմակերպության հերթական բարի գործի մասին։ Եվրասիայի կամավորները բարեկարգել են Արմավիրի Ջանֆիդա գյուղի հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները եւ լսել պատմական հիշողության ձայնը։ Սուրբ Կարապետ եկեղեցու բակն են մաքրում փոշուց ու չորացած խոտից Եվրասիա հասարակական կազմակերպության կամավորները։ Ասում են ամեն խաչքար մաքրելիս պատմական հիշողության ձայն են լսում։ Այս ամեն ինչը իրականում յուրաքանչյուր հայի համար պիտի կարևոր լինի, որովհետև այս մարդիկ մեզ համար են իրենց կյանքը տվել, այս ամեն ինչը գոնե պահպանելը մինիմալն է, որ մենք կարանք անենք։ Այս անգամ Եվրասիա հասարակական կազմակերպության երիտասարդները Արմավիրի Ջանֆիդա գյուղ են եկել, խնամելու հայրենական մեծ պատերազմի հուշակոթողները, ամեն անկյուն մեծ ոգևորությամբ են մաքրում։ Մենք փորձում ենք այսպիսի ֆորմատով պատմությունը տալ մեր սերնդին։
Կազմակերպության ծրագրերի համակարգող Գագիկ Հովսեփյանի խոսքով այսպիսի շաբաթօրյակներ կազմակերպելու նպատակը միայն մաքրություն անելը չէ, այլ մշակութային ժառանգության նկատմամբ հոգատարություն ու պատասխանատվություն փոխանցելը դեռահասներին։ Այս ծրագիրը շատ ուղիղ կապ ունի մեր հայոց պատմության, մեր արժեքների եւ այն ամեն ինչի մասին, ինչը մեզ պատմությունը ժամանակի ընթացքում փոխանցել է։ Մենք փորձում ենք մեր երիտասարդության միջոցով կյանքի կոչել այն բացը, որը որ այժմ հիմա կա։ Պատմության հետքերով այսպես է կոչվում ծրագիրը, որն արդեն կես տարի համախմբում է դպրոցականներին եւ ուսանողներին։ Այստեղ մոտ 50 կամավոր կա։ Եվրասիա ընտանիքին այսօր եւս 4-ն են միացել։ Մենք դեռահասներս ամենաթիրախային լսարանն ենք ու մեզնից է գալիս մեր արժեքների պահպանումը ու հետո հետագա սերունդներին փոխանցումը։ 16-ամյա Վերոնիկան հացիկից է։ Նա այսօր այս խմբում առաջին անգամ է մասնակցում հուշահամալիրի մաքրման աշխատանքներին։ Ուրախ է, որ Հայաստանի գյուղերի մասին հիշողներ կան։ Ինձ համար կարևոր էր, որ այս ամեն ինչը տեղի ունենում իմ մարզում, որովհետև մեկ-մեկ այս կազմակերպությունները կենտրոնանում են միայն մայրաքաղաքի վրա, ու այս ամեն ինչը, որ կատարվում է մարզերում, ես որպես մարզեցի երեխա, իմ համար այս ամեն ինչը շատ կարևոր էր ու շատ գովելի էր, որ կարողանում եմ ես իմ մարզում մասնակցել այսպիսի կազմակերպությունների, ձեռք բերել նետվորք եւ ընկերներ։ Եվրասիա հասարակական կազմակերպության երիտասարդներին չեն խանգարում անգամ արևի վառող ճառագայթները։ Ասում են, երկիրը սիրելու համար խոչընդոտներ չկան եւ իրենք դրա վառապացույցն են։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ամուր եղեք։